կատալոգները ստանում ենք չսպասված։ Այսինքն եկավ կատալոգը, ենթադրենք մենք գրիչների վաճառքով ենք զբաղվում ու սենատորի կոնկուրենտներից մեկը, մրցակիցներից մեկը մեզ ուղարկեց կատալոգ տեսականին, որ մենք նաև իր գրիչները վաճառենք ենթադրենք։ Եվ այդ կատալոգը, որպեսզի մենք մաքսազերծենք, մենք պիտի վճարենք այդ 4.5 դրամը, օրենքը դա է պահանջում, բայց Հայաստան մենք խնդիր չունենք այդ 4.5 դրամ վճարելու, բայց մաքսավորը պիտի կես ժամ աշխատի։ Այսինքն մեր պետության համար սա ձեռնտու չէ, որովհետև 4.5 դրամը աբսուրդ գումար է, որպեսզի մաքսավորը աշխատի։ Մաքսավորը այդ նույն ժամանակում կարող է 14 միլիոն դոլարանոց սարքավորում կամ չգիտեմ հումք մաքսազերծել մեկ անուն եւ մեր պետությունը կստանա 2 միլիոն դոլար։ Այսինքն մեր պետությանը սա ձեռնտու չի, բայց ում է ձեռնտու մաքսային բրոկերներին։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ մաքսազերծելու համար մաքսային բրոկերը ստանում է 24,000-ից մինչև 100,000 դրամ։ Միջինում մենք երբ որ մեկ անուն ապրանքը մաքսազերծում ենք 60,000 դրամով։ Այսինքն եթե մեր ընկերությունը տարեկան ստանում է մոտավորապես 500 չսպասված կատալոգ, դա նշանակում է մենք պիտի մաքսային բրոկերին վճարենք 30 միլիոն դոլար, 30 միլիոն դրամ։